Ողջույն։ Ողջույն։ Գյուրջան փողոց Անահիտին տանում եմ Grand Arefter-ի։ Այո։ Տնանք դրանից հետո կկարանանք քաղաքիչնենք կենտրոն։ Այսինքն կարանք այդ սաղ տանենք տուն, ուտենք, ու հետո երեկոյան դուրս գանք այն թերթի նման, երեկոյան Երևան, օրինակ։ Իսկ դու գիտես, որ երեկոյան էլ վերևից էլ է խցանում լինում։ Սաղ ինչ-որ չեմ հասկանում ոնց է ստացվում։ Քաղաքից կենտրոնից այստեղ են սաղ գալիս, այստեղից է սաղ իջնում են կենտրոն։ Ահա, Անահիտ ջան, երեք մենք մի տարվա խցանումների մասնակցելու նորման կատարել ենք։ Գայի ու ինձ հետ թուղթը տվեցին վերջը խցանման մասնակից։ Մենք մի գալկա են տվեք, արանք միացնենք ու խցանումները արագ անցնենք։ Հենց որ հեչ մի մտածի։ Հույսով եմ։ Լավ, ես պատտվեմ, դու իջնես։ Այո։ Դա աննախադեպ մեքենաների քանակ։ Ստեղ չեմ տեղավորվեցու, ոնց որ փորձեմ։ Աղբահանումը ավարտեցին տղաները։ Գյուրջան, ես էլ արդեն 100%-ով Սուրեն Քոչարյանի անվան փողոցն է, հիշում եմ, այսինքն հույսով եմ, հիշում եք Սուրեն Քոչարյանը շատ լավ էր կարդում, որ ասում եմ շաշես էլի, հելը մի հատ մտնեմ ներս ծխախոտ պետք է առնեմ, տենամ ասեղ գցելու տեղ թողել են, թե չէ այսքան մեքենա չհասկացա, ես ազատ տեղ ստեղ էլ ահակին, այն մարդ ես ոնց քչացավ մի անգամից մի րոպեում, ես մի մեքենան է երկրորդ շարք, ստեղ էլ ազատ տեղ կա ժողովուրդ, լավ ես մի հատ ծխեմ, հետո կմտնեմ, լտեսեք ինչ է կատարվում, այ մարդ, շատ զարմանալի է, պաստորեն ես որ ասենք մոտեն այստեղ, հենց այն վաղ երբ որ մոտեցանք Անահիտի հետ, այս մեքենաների իրավիճակները ասենք թե տեսա ու թողեցի գնացի, չկանգնեցի, հետո սաղորը պետք է ասեի մի հատ սոսկալի բան է կատարվում, ես սենց բան չէի տեսել, այն ինչ լնայեք, լրիվ առօրյա տեսարան դարավ, ընդամենը 5 րոպեից, հա, լավ, հլը ծխեմ, հետո կմտնեմ, մի քիչ Գյուրջանով գնանք, բայց ինչ հետաքրքիր է, չէ՞, եթե ես այդ ասենք տես թողեի գնայի, հա, կեսից, հետո բոլորին պետք է պատմեի, որ ասենք մեր ամենօրյա, ամեն շաբաթվա գնալու խանութը մի սոսկալի վիճակ էր այդ օրը, այ մարդ, այդ ինչ էր կատարվում, չէ՞, բայց իրականում 5 րոպե հետո սաղ փոխվեց, այսինքն կյանքը մարդու համար շատ անկախատեսելի է, մանավանդ դանդաղաշարժ մտքի հետ համեմատած, դե միտքը սիրում է, չէ՞, մի բան գտնի ու կպնի դրանից, իսկ կյանքը այդ րոպեին հոսում ու հոսում է, դրա համար այդ պրագնոզը, ոնց են ասում, պրագնոզ հայերեն, կանխագուշակում, հա, էլի ասենք, տենց մի բան, կանխագուշակումները շատ կասկածելի զբաղմունք է,
Շատ Ահա Ափսոս ցուրտ է այս նստարաներին կնստեի հանգիստ կծխեի Տնանք աղջիկ կա խաղացող Այսօր աղջիկ չկա Լող տղեկ են 4 հոգի ընդեղ են 3 հոգի են ստեղ հա Մեկն էլ լրներ կարային Հասկացակ ինչ կարային Իսկ հիմա անորոշ Ֆուտբոլ խաղալու համար ցուրտ չի իհարկե, բայց այսպես թեթև տշելու համար ճիշտ են անում Թե չէ հիշում եմ այդ փոքր վաղտ Ձմեռը որ խաղում էինք թրջվում էինք ոնց որ թրջած մուկ ու այդ ցրտին հələ լավա խաղում էինք նստեղ որը տանը մոտիկա շուտ գնում փոխվում էինք բայց ելնում էր Չէ, ես կցողը չեմ թող գան տանեն Այ Պետք է անջատ եմ, լավ անջատ եմ մեղքեն Խնդրեմ Կարացա է մարդ կցեցի Լավ է Հələ մի բան կարում եմ Ես ինչ լավ խոտ է մարդ Ոնց են անում Ընդեղ էլ ինչ-որ աշխատանքներ են, հա, կատարում Հա, ու բավոր ֆուտբոլը խաղում էինք դպրոցի մոտ կամ պոլիտեխնիկում, այդ ցրտին Հետո թաց Ոնց վայրի չենք գնում, այդ չեմ հիշում Իմիջալից այն ժամանակ այդքան ինչ-որ լուրջ բան չէր, հա, ոնց որ այդ թաց վիճակը, բայց ոնց լուրջ չէր, չեմ պատկերացնում Այս են ծառնա, չէ, իշմ եք միրիջանում 100,000 էր, ինչ էր, դե որ արաղը 18,000 լներ Հա, այս նոր տարուն չեն հասցնի Ինչ հալն էլ ուտեղ եք խանութ Ինչ է Ստեղ լավ խանութ է ելնելու Չեմ անում, հոպա էսի ներիք Հա, ձերը չի խաբար չեք Լավ Հալեն գարաժները ոնց են Անդունդի վրա կախվել Նոր տարուն հասցնելը Եթե սնունդը Շատ լուրջ բան է Ես հիշում եմ Մի անգամ են ծանր տարիներին Որ թիվներ չեմ հիշում իհարկե Ուրեմն Մեր Աբովյան փողոցի հարևանը Մասիվում էր էլի ապրում Ու այդ շուկայի մուտքի մոտ մի հատ բուտկա ուներ Եկանք Աշոտի հետ ընկերոջս Խոսում էինք, բան ինքը ասեց, ասում է մի քիչ փողը շատ ելներ, ավելի եկամուտը շատ կլներ, էլի Մենք էլ դե գործ չկար Փող չեմ անում որտեղից Հա, Աշոտը մեքենան էր ծախել նոր Ասեցինք, հա, արի դնենք Ու դրեցինք Սկսեցինք ապրանքները շատ առնել, եկամուտը ավելի շատ էր, ամեն երեկո նստում հաշվում էինք, 3 մասի բաշա։ Ապրանքներն էլ, հա, մեկ էլ նոր տարի է մոտենում։ Հիմա դե հասկանում ենք, որ մի քիչ շատ պետք է առնենք, որտեղ շատ մարդիկ շատ կառնեն, էլի։ Մի հատ բիրիկնոց կար ինչ-որ, գիտեք որտեղ էր։ Սպայի տունը, այդ դրա կողքերն էր ինչ-որ միտեղ, չգիտեմ ոնց էին եկել այդտեղ հավաքվել, Պարսկաստանից ապրանքներ էր սախ,
Այդտեղից էին գնում բերում, ինչ-որ շոկոլադներ էին էժան, ես իմ պիչենի, վաֆլի, ոնցես բաներ։ Ուրեմն նոր տարուց առաջ գնացինք ու առանք 5 անգամ շատ, քան ընդհանրապես առնում էինք, էլի։ Բերեցինք, մինչև երեկո սախ դատարկվեց, լրիվ դատարկեր է խանութը, ոչ մի բան չէր մնացել, բացարձակ։ Մենք ուղղակի ապշած էինք, տենց բան չէինք սպասում։ Այդտեղից գիտեմ, որ նոր տարին ինչ-որ առևտուրը անկանխատեսելի շատ է լինում։ Այո, տենց փորձել եղավ կյանքում։ Հետո գարուն եկավ, հետո մենք Աշոտի հետ որոշեցինք այ մրտես գործ չի։ Ասեցինք, Հովիկ ջան, շատ լավ տղա էր։ Դե մեր բակից էր, ոնց կարար վատելներ։ Ասեցինք, մենք գնանք։ Հաշվեցինք փողերը, մի խոսքով կիսվեցինք ու գնացինք։ Գնացինք մեր քարի գործով սկսեցինք զբաղվել։ Արդեն հասկանալով, որ էլ ուրիշ տարբերակ չկա։ Աշոտն էլ ճարտարապետությունը թողեց, հետ իհարկե ափսոս, բայց դե իրար հետ էինք էլ։ Այսինքն գիտեք ոնց, Աշոտը մակետներ էր սարքում, ասենք նույն Վարդանյան Լյուվայի համար, շատ լավ էր սարքում։ Այն սկզբերում իհարկե որպես ճարտարապետ Համլետի հետ Խաչատրյան աշխատում էին, բայց հետո Համլետը դառավ գլխավոր ճարտարապետ Տեր-Պետրոսյանի ժամանակ, այո, շատ ծանր տարիներ էին ու այդ մի ձմեռը մեզ այդ բուտկեն փրկեց, որտև ասեմ, հենց օրեր էին լինում, որ ուղղակի հիմա որ հիշում ես հավատալը չի գալի։ Մի անգամ օրինակ փողոցում ձյան մեջ էր, տենամ ինչ-որ մի հատ բալոն է։ Չգիտեի, այդ ինչա, բարձրացրեցի, պտտեցի բան, հասկացա, որ ինչ-որ ինքնապաշտպանության համար գազի բալոն է։ Դե բուտկեքը սաղ փողոցներում լիքն էին։ Մի հատ բուտկայի մոտեցա, ասեցի, կարող այս առնես իմ մոտից, հետո կծախես էլի։ Նայեց, ասեց հա։ Ինչքան տամ, ինչ-որ մի հատ գումար ասեց, լավ է, չեմ հիշում ինչ, դե այն վաղտ գումարները հենց արագ էր փոխվում արժեքը էլի, որ հիշելը անհնար գործ է, հիմա որ ասեմ 50,000 ինչ ենք հասկանալու, չէ, կամ 10, տարբեր ժամանակ լրիվ տարբեր գներ էին, թիվն էլ չեմ հիշում իհարկե որ թիվն էր, ասեցի տուր, լավ է, դե ես մեկա, եթե ոչ մեկը գցելու էի դենդ, ինչս էր պետք գազի բալոնը։ Այստեղ ջիմն է, նայեք են, հիշում եք Կոմիտասում, որ մտա, ասեց մասնաճյուղեր ունենք, մեկը մասիվում էր, այս է, առաջի զանգվածում։ Կոմիտասի են մեծ բասեինը, որ կար, հետո ջիմ դարավ։ Հա։ Ու այդ փողով երեկոյան եկա Անահիդաները խեքը մի երանելության մեջ, մի քիչ միս էի առը, մի քիչ պանիր էի առը, երևի կարակ, մի խոսքով մեծ բաներ, որ շուտվանից տանը չեր եղը, քեֆ էր մի խոսքով, այտենց իրավիճակ էր, ինչ ասում, մեր Երևանում, ու հետա թիրա, որ տենց ծաներ իրավիճակում սկսում ես բացարձակ մի օրով ապրել, էլի։ Լավ, այդ երկար պատմությունը։ Գնամ սիգարետս առնեմ, ծխելը ավարտեցի։
Ներողություն։ Հա, կգաս մեզ տանես, ոտիմով։ Արի, հա։ Որակ այգում որ։ Հա։ Հիմա իսավը սիչել ենք, հա, Սոնյան ենք ասում։ Պատվիրեմ ծխախոտս։ Դե ասեց ես գնոջը սպասարկեմ, գնամ բերեմ։ Դա այն մյուս կինը։ Այմարդ ես ինչ, մի առանձին աշխատող ունենան, որը ընդեղից բերի էլ ինչ որ պետք է։ Ես կասիրները Հա, ես ներսն էլ ադատարկ ոչ մի շուխուրել չկա առանձնապես։ Կասաների մոտ էլ տեսակ, դե դուք հաճախ եք չէ ժովքում ելնում։ Նույն առօրյա վիճակն էր։ Այմարդ էդ որտեղից առաջ շինարից էր, հա։ Դիլի մածուն էր քամած, էդ ինչ լավն էր։ Մենք որ դիլիջանում էինք ուտում էինք դրանից։ Կավ աստեղ ըլնի մի հատ վեկալեմ։ Ես ինչ է։ Չէ, դիլի չի։ Անահի ջան։ Ում հարցնենք։ Դիլի կարող է ըլնի մածուն ձեզ մոտ, դիլի։ Են դիլիջանի, չէ, չեք ստանում, հա։ Շնորհակալություն։ Չեղավ դիլի գործը չկպ, նայեք ես երշիկի բաժինը, վապշե մարդ չկա, մի հատ Անահիտն ա եղե, երևի են էլ գնացել է, չէ, լավ է, դու գիտեք մենք են սովետին սովոր ամեն տարի վախենում ենք, որ ինչ-որ սոսկալի չգիտեմ ինչ ելնի, բայց ոչ մի առանձնապես բանել չի լնում։ Իսկ այդ պատմությունը, որ ես պատմեցի, դե այն վաղ սովետը մոտիկ էր, էլի։ Հետո այսքան խանութ չկար։ Այդ էլ ասում, դրա համար տենց 5 անգամ շատ ու 10 անգամ շատ առնենք, այդ էլ կվաճառվեր։ Լավ, այդ խմիչ մեմիցք ես հետո առանձին կգամ, ես էր այդքան քաշ չտանք։ Կանյակը սելա պրսնելու վրա։ Մեղքել է այդ աղջիկայում։ Մոտեցա ասում է, հա, հեսա գնում եմ, ինչ անի, հաճախորդները իրար հետևից գալիս են։ Սխալ կազմակերպված գործը տուժում են զինվորները։ Հələ ինչ տեղ է անտիր։ Չէ, էլ չեմ ասի, որ խանութները լիքն էին։ Չնայած, հələ շուտ է, էլի, չէ։ Քանիսն էր, ասեցի ամսաթիվը։ Նա 25-ն ամսի։ Լավ, ես հատվածը ավարտեմ։ Եկանք տուն, ժամը 6-ն է, մինչև Անահիտը սեղանը գցի, Արարատն երևաց է մի հատ ցույց տամ ձեզ, վերևում լուսինը արդեն, էլ մի հատ արագացի կոմը տենանք ոնց է, քաղաքը տենում եք, մշու շապատ է, հա չէ արագացի կողմերը տխուր է, այս երկու շենքը, Արագացի մի մասը փագել են ինձ։ 3 աստիճան է։ Հեսա ուտենք, իջնենք մի հատ, ոնց որ ասեցի, երեկոյան Երևան։ Գարավ ու թանցկես, մի հատ ճանապարհը նայեմ, հա, համ վերև, համ ներքև ազատ է։
Եթե իհարկե կյանքը արագ չփոխվի, այս էլ մեր +1 է այս սահաթին գայի պոտը ես պատոհանից նայելն էլ չի օգնում անա, դա չկա մեքենա է խապեցին մեզ չնայած մենք Միասնիկյանն էինք նայում ուրեմն բոլորը զեյթուն են գնում Հիմա Միասնիկյանն էլ չէ լրիվ նենց չի երևում ոնց որ սկզբից էր Չէ, լավ երևում էր Այդ մի հատվածը շատ լավ երևում է Միասնիկյանը, ես ինչ է, Green Palace Մենք ստեղ չէինք մտել Չէ, են վերևին է Ես արդեն էդ վանա ամիրա Պալասը Ամեն մտածը ոնց էր կոչում Ոյ մուրոցո Բա եղավ անայդ Են սիրուն նշի ծառը, չէ? Շատ սիրուն էր Ես էլ Բելաջոն Ես էլ Գամուրջոն Բոլոր հյուրանոցները տեսնում ես ինչ Լուսավորը տոնական լուսավորություն են միացրել Այն մեկը ուզում է իրան նկատեն Մենք գնացինք մեր Շարիմանյանը Աբովյան փողոց մենք գտնվում ենք Խաչմերուկին Իսահակյան փողոցի հետ Այո Այն մեկը Իսահակյանն է Միասնիկյանը ինչ եշտի չենք, բայց ես Աբովյանը ինչ երկար կանգնեցինք Դե նա ինչքան մեքենա է այստեղ Աբովյան, ասել Իսահակյան Այս սարի հետևը Արմեներգոյի շենքն է թաքնվել լուսավորած չի, դրա համար չի երևում Արի Իսահակյանով գնանք, բայց Բայց գնանք մի հատ Աբովյանով մի հատ Ավետիք Իսահակյանին նայենք ու Hamanun փողոցով գնանք Ես մտածում եմ ես բարևում Ահա Ավետիք Իսահակյան ու Ֆլորայի այգի Դենդեղ մութա ռիսկ չենք անում գնանք կարող է հոպ ստոպ Բախին է Գնանք լուսավոր փողոցներով Այս աստիճանները ինչի համար են սարքի չեմ հասկանում այսքան դերը Դե Ես իմ թեքա փողոցը սարքել են Այն կողմն էլ կա Դե հիմա այգի մտնելուց են աստիճանները խեն սարքել Չէ Բայց այստեղ կարելի է պրոստը սենց բան անել էլի, նակլոննի սպուսկ անել Ոչ թե ինչ-որ անկապ աստիճան, որ մարդ ոտքի տակ չնայի Ոնց էր ընդեղ էլի, նեղ տեղը նայիս, ուղղակի թեք գնում առանց ոչ մի այլևայլությունների Դրանից քյար ասման եմա Կավա բորձուր էր պետք վաճառել Սարքեցին, որ
օգտագործեն բորձուրը։ Ու այստեղ են զաբորներ դրել, հա? Դες? Ես այստեղ չէի նկատել։ Ստեղ են դրել, անցում էր ստեղ, չէ։ Հա։ Ընդեղ են դրել։ Ստեղ անցում արդեն всё վերացավ, հա անցումը։ Հա, էլի։ Շատ վատ է։ Ստեղի անցումը դե ես համ քշում էի, համ հեծյոտ էի։ Բոլորովին չէր խանգարում, ոչ ես վիճակում, ոչ են։ Նույնն էլ են կողմը։ Են կողմը вообще հանցագործություն է։ Ժողովուրդը մեկա գնում անդերով։ Երևի տանողներին հաճելի է, որ ժողովուրդը իրան մի քիչ վաց զգա, էլի, համ գնա, համ մի քիչ վաց զգա։ Մի քիչ հասկանա, որ ինքը ինչ որտեղ սխալ է։ Վաճառվում է գործող բիզնես։ Էս ի՞նչ է։ Գործող ինչ։ Բիզնես։ Հա։ Այդ որ Այդ որ բիզնեսը։ մեկն է։ Էս գուլպան է երևի։ Ամենադեպս գուլպայի պատի վրա է կպցրած, նենց որ Պա ռաց։ Որակ, ճաշակ, գուլպ առատ։ Մի խոսքով բիզնես է գուլպայի, որը վաճառվում է։ Ինչ անենք, մտնենք գինե իմանանք։ Armat bags։ Դες հայերեն bags է գրած։ Բայց կարծում եի bag-ը կարդացվում։ Max։ Bags է կարդացվում։ Անեց սաղ պայուսակները։ Ինչ։ Սաղ պայուսակները։ Ու ինչ։ Դու էլ պայուսակ սիրող մարդ Դե ես։ ամեն պայուսակի վրա չեմ նայելու։ Մի րոպե, այստեղով անեք Հա, ես տեսա հələ հերվից։ Հա? Այո։ Հա, ինչ լավ բոյով ես անայդ։ Արի, միչի։ Ոնց ճիճն է։ Գնացինք բոյով, բուսաթով աղջիկ էր։ Ես ինչ է։ Հա, ես Պարֆյումերն է։ մեր պարֆյումն է։ Գործ անում թողանի, մենք ոչ մեկին չենք ուզում խանգարենք։ Են մայթը խեատանց մութ։ Չհասկացա ես։ Խանութներ չկա։ Անայդ հոսանք չկա, որտեղ նայել։ Չկա, բայց բնակարանում կա։ Որ բնակարանում։ Առաջի երկրորդ Ու հարի։ վերջ։ Էլ ոչ մեկում Կարող է չկա։ մարդիկ Չի են կարող։ կողմն է լույսերը իրանք։ Չի կարող Դեռ տեսնել։ մինջարաններն է, չեն բարում։ Не верю։ Բայց այն մեր Արի էլի աստիճանա։ դեռ մեքենա է ինչ որ ուզում խցկվի։ Դա իրա պրոբլեմն է։ Չէ, դե մենակ իրանը չի, մեր մեքենայի մոտ ազում։ Ես էլ գիտեք ինչ է։ Գեղեցիկ լուսավորած։ Հա, դու նայում ես մեր մեքենային չխփեն։ Հա, շատ բան անենց, լավ չի կանգնել էլի։ Դե ես հույսով եմ ինքը հետևեն բաներից ունի, որ ցույց է տալի, որ խփել պետք չի։ Չէ, մեկը ինքը չի տեղավորվել, այտենց մարդ է սպասում, կգա, կթողի կգնա։ Մի անհանգստացի, Անետ ջան։ Եթե այտենց ցանկություն կա հատուկ անհանգստանալու, կարաս անհանգստանաս, ոչինչ։ Իսկ եթե չկա, Հլում ամեկն եք էլի մարդն ենց ուզում անհանգստանա, հավեսը գալիս է։ Դե հայերեն խոսք կա չէ, որ ասում է ջանդ քուրա գալի։ Մետրոյում լա դատարկ, լսում ես։ Դե մետրոյի դատարկը այդ հարաբերական Հա, հասկացողություն է։ էլեկտրիչկան գա, նոր կգան։ Նոր հայերը կգան։
Այս մասն է էլի անկապես ժեշտի կտորը բերե դրել են։ Գիտես չէ ժեշտի իմաստը ինչա։ Խանութը տակը։ Էլի, խանութ որն է, մեր երկու հատ բուտկա են դրը։ Ու ճարտարապետի մտածածը ինչ որտեղ հետ չեն արել։ Հերանիցել են։ Այդքան չէ, բայց հələ մի տարին այնք։ Այդ ինչ տենց կարևոր բուտկա էր որ Դե մի հատ մտովի պատկերացրեք, որ սա չկար, ստեղ լրիվ հասկանալի տարածք է ստացվում, հիմա կան էսել ու անհասկանալի տարածքներ են դարել, են էլ նախկին Դեբեն համսը, թեխի վերացավ այմար կարգի խանութ էր, Քանի անգամ ես դու խանութում օգտվել։ Ոնց քանի անգամ։ Ոչ մի անգամ։ Ինչ ես խոսում։ Չես առել ինձ օրինակ։ Օրինակ այն սվիտերը, որ համ ես ունեմ, համ եղբայրդ։ Թեկուս։ Այստեղից էինք առել։ Հա, այստեղից էինք առել։ Էդ հələ թեկուս ասեցի, հələ տենց գիտես։ Դու էլ ես շատ Ինչքան։ Այդ սվիտերը ինքն էլ ես շատ սիրում։ Ինչքան տենց օրինակներ ունեմ։ Իսկ շաստեղ, непонятно ինչու։ Որը։ Սա էլ է այնտեղ, այստեղ։ Դե դեն Ծիրանի տեղն է, հա, բայց սամկապ ինչու մասերը հլանդերն է։ Դե Ծիրանին որ վերացրեցին խոհանոցը բանը, երևի այս բաներն էլ էր պետք վերացնել էլի։ Որը սկսում են չեն ամեն ինչը կիսատանում չես հասկանում։ Նույնն էլ այդ Ֆլորայի այգում էր էլի, հիշում ես, այն մի օբյեկտը քանդեցին, կողքինը մնաց։ Ինչով էր կողքինը նրանից ավելի լավ է, չհասկանալի չէր։ Ուզում եմ կասկադ գնամ։ Ոնց, ոդկով։ Հա, Շի, ես այդ քոչում ձեպ։ Շատ հեռու է, կասկադ է։ Անցանք, դանդաղ անցան այդ, Ինչու։ որտև 17 վարկյան դեռ կա։ Այս է, էս Տերյանի ես խաչմերիկը չեմ սիրում, սոսկալի, դրա համար երեկ նենց գնացի։ Այս մասը միշտ այո, Այս խցանում հատվածն է շատ անդուր է, մեղ, Բայց դե Աբովյանը ինքը տեսար ինչ վիճակ էր։ դե նոր էլ տեսանք։ Այս ինչ լավ լույսեր են ստեղ։ Լարի մի քիչ ման գանք ես մասը։ Դո լավ է ինչ կասկատ, արի մինչև կինան հայրի գնանք ու գնանք տուն։ Հա։ Հա։ Ինչ։ Բա մեկ էլ մեքենա գնամ ընդե տեղ ման գամ։ Ինձ թվում է կլինի տեղեր երեկոյան։ Թվալը թլը փաստ չի։ Այս որն էր։ Չգիտեմ։ Պարկ։ Պարկ։ Կաֆե, ռեստորան։ Ստեղ մի հատ բուտկա էր, չէ՞, հին, սովետական։ Հա, այս անկյունում։ Ահա։ Ճիշտ ես։ Ու ինչ-որ ավտոբուսների կայան էր։ Ես ամենայնպես այդտեղ շատ համով սասիսկ եմ կերել մի անգամ։ Դոժը, հա։ Հա։ Դու գիտես, չէ՞ որ սասիսկեքը շատ վնասակարար ուտելիք է։ Հա։ Բա իհարկե։ Չէ, չգիտեմ։ Նախեն թույլ տալի որ արտադրեն։ Դե ով է նորմաներին նայում արտադրելուց։ Ինչ Էլի- ուզես խցկում են մեջը։ Էլի Facebook-ից կարդացի, հան այդ ասեցի մի կարդը։
Իսկ չկա շատ են տոնածառները ստեղ, ընդեղ։ Սա պարկն է։ Այդ միակամ ռուսական կենտրոնականով հաղորդում էր ինչ-որ տարբեր մարդիկ էին հրավիրել։ Ինչ-որ ուտելիքների մասին էր խոսքը, թե ինչ մեկ էլ այդ մի հոգին ասեց, բա որ դուք իմանաք այդ շպրոտը ինչքան վնաս է այդ կանսերվան բան։ Մեկ էլ ես վարողը սենց արագ շտկեց ինչ-որ ոչմ ուղիղ եթեր էր, էլի չէին կարա կտրեին։ Դե լավ ասեց, այդ հետո կխոսանք, հետո բան սարակ, որտև այդ մարդը զգացված շատ բորբոքված ուզում էր բոլորին պատմեր, որ հանգարց շպրոտ չուտեք, թույնավորը, չթողեցին խեղճ մարդը։ Իսկ ես իմիջալոտ շպրոտ սիրում եմ։ Ես ինչ է տակ։ Մանկությունից սիրել եմ, չնայած մենց բոլորս է սիրում եմ։ դիլիկատես չի, բայց լավ։ Այս ո՞նց է։ Բայց ես դեն սարքել անայտել Չեմ հասկանում որտեղ ենք, հա։ Այս տպարանն է, այս աստիճաններով տպարանն է առաջ։ Շատ հնչեց մի րոպե անջատում։ Մենք եկոմից մտանք, հիմա չեմ հասկանում ինչի ստեղ մարդ չկա։ Բայց այստեղ ես ծրտելով պետք է մնա։ Ճիշտ է, այն դուրը լրիվ բաց է։ Հա, հետո մտնում են ստեղ, հա, հələ մի րոպե դու սպասի մի իջի։ Հա, ստեղ ոնց էր նենց թաղամաս լինի առանձին ճիշտ ես ասում։ Մի րոպե տնամ ստեղ ինչ է երևում։ Հա, ինչ-որ այդքան լավ չհասկացա, բայց ռեբրենդինգ են արել, հասկացա։ Այսինքն ինչ էր ստեղ։ Ապակիները մի տեսակ էին, լավ չէր երևում։ Մի ձև էր։ Այսինքն ինչն են արել, չեմ հասկանում։ Ընդեղ է ռեստորանը։ Դե սենց չէր էլի այն վաղտ։ Ինչ։ Այն վաղտ սենց չէր, չէ։ Հա։ Չէ, մի րոպե Անահիտ, մենք այս կողմը չենք եկել, մենք այն կողմն ենք միշտ եղել։ Դե սա տպարանն է, ես էդ էի ասում քեզ։ Հա, ու ընդեղ էլ մեծոն է։ Որը հիմա տերասան է։ Ես իմ ոնց է կոչվում։ Չէ, այս մասը մենք ուղղակի չենք եղել, դրա համար զարմացանք։ Այստեղ չենք մտել։ Տեսար։ Բացահայտում եղավ։ Ընդեղ Իսահակյան փողոցն է, ընդեղ են, որ վերևը այթիշնիկների համար ինչ-որ տեղ է, ներքևը ռեստորան, կաֆե։ Լավ սենց գնանք։ Ոչ չկա։ Կա տեղ անցնելու։ Ես էլ մի վաղ ցեկայի տպարանն էր ստեղ։ Հիմա ոչ ցեկա կա, ոչ տպարան կա։ Ստեղ էլ լիքը յոլ կա։ Մեծոն կարող է հիշես, փոխեցին անունը ինչ դարավ։ Սուսագիրած է, կարծում։ Որտե՞ղ չեմ տնում։ Մուտքի մոտ են այնտեղ։ Այնտեղ հասնել է, պետք է անել։ Դենում ես ինչ են երգում։ Անունդ քեզ նման սիրուն է։ Բայց ինչ-որ ստեղ հիշում ես ինչքան մարդեր են նստած։ Հա։ Պավլի։ Կարող է, հա, Պավլի, հա, ճիշտ ես ասում, հա։ Նրանցից էլ գրեցին, որ Պավլեին խաղում էր Խորեն Աբրամյանը։ Պավլի է կոչվում հիմա։ Կարես ես մի վարկյան ասեցինք ուղղակի զգանք իրավիճակը ոնց է, լավ է։ Շնորհակալություն։
Ուղղակի նայենք դուրս գանք, կլինի։ Շնորհակալություն։ Ասնելու պլաններ չունենք, բայց կամերան դեր չի կարում եկարի։ Երևում այրեպից, որ տեսնել չեն դարյալ։ Բայց լավ է, գիտես, լուսավոր է մի տեսակել, չէ, հաճելի է։ Հագարություն ձեզ շատ։ Սել ծախողները Տարին վրանով է տարբերացում էլեկտրական Են որ ցույցտրի նախոսկով կգծենք Ոչ մեծոյում առանձնապես բան չի փոխվել որ ավելի գույները բաց էր ինչ դուր եկավ ճիշտ ասած Իսկ ձեզ Անահիտ Ես սովորել եմ կոլեկտիվին ու դրա համար լավ չեմ որոշում Ինչքանով ինձ դուր է գալիս թե չէ Ես տերասան չեմ մահացման վիճակում Հա, էլի տերաս է, ճիշտ ես ասում Դատար կա դահլիճը Այմար դե հոգնեց ժողովուրդ ինչքան կարելի է ուտել Հա Արեստեղից մտնենք, ընդեղից դուրս գանք Նիկվա հոգևոր սնունդը դարել է այդ ռեստորանները Այ, ինչ լավ տղա է Ես YouTube-ը իհարկե կմորթի, ողջ է Օրիգինալը չի Դեքը ստուգեմ ես մի հատ, թե չմորթի կթողեմ Բայց լավ տղա էր Ինչ էլ տխուր երգում էր Անահիտ Սիրտս մի տեսակ Կծկվեց Են տղամարդը մեր հետևից գնում էր չէր կարող հասկանար Մենք նստելու ենք թե ինչ ենք անելու Իրանք հա մտածում են հաճախորդ է մտել Հետո պարզվում է ինչ-որ բեզելնիկներ են մտել Այս ինչ է Հոքրիկ իշխանը Նոր տարուն, հա Դե հենա էնել են բացել, տես ռիմոնտից հետո Ընդեղ երկարատև ռիմոնտ էր Մի րոպե կգնանք ընդեղ, բայց մի հատ այս փողոցի անունը ասենք Այս փողոցի լույսերը գոնե մի թեթև ցույց տանք ընդեղ Ոնց էր այդ փողոցը կոչվում Քոչար Հա, Գևորգ Քոչար Այս էլ դրամատիկական թատրոնը Իսկ հիմա գնանք պարզենք Այդ ինչ ռեմոնտներ են ընդեղ արել Հա, այս արջևի թփերը լուսավորել են Ամբողջ մուտքը բանցախ լուսավոր Բայց ներսը հետաքիրա են հիմար կավրալիտը հանել են Անահիտ, դու ես ռեստորանի անունը հիշում ես Չէ
Ես գրած հիշում եմ, որ տրում չէր, ոնց էր պարուս, Պարուս։ Արագաստ, Հա, Արագաստ։ հենա գրածա լունա, Լունա ինչ է։ Են երկը տենց էր, լունա, պալունա, դե չէ։ չեմ հիշում, Ես հիմա մտնենք էլի խերջ։ ոյ, չէ լավ է, եստեղ Այ, տեսն նենց ինչ-որ արդեն հենց սկզբից սեղաններ են, հրած, հա։ Լավ։ Անայտը մի տեսակ եղավ, գնանք։ Սեղանները սկզբից են ասում։ Մենք այսօր կարճ ենք մտադիր, հետո լավ կերած խմած ենք։ Թե չէ կարել էր մի հատ։ ընդհակառակը կերած խմացին կարանք երկար նկարեին, Դու նենց ասացիր սեղանները ստեղ շատ մոտիկ են, ես մի տեսակ եղա դուս թռա մի խոսքով։ տարեցի, որտեղ անհարմար է մարդիկ նստած ուտում են, մենք էլ Էդ էլ կա։ խոշոր պլանով նկարենք, Ես կամերայով առանձնապես խոշոր պլան չես նկարի, Հա։ բայց բոլոր դեպքերում Ուրեմն ինչ եմ առաջարկում։ ինչ, Են բիա ակադեմիայի մոտից կամ ստեղից իջնենք Մոսկովյան ու ընդեղից գնանք դեպի մեր մեքենան։ ոնց ընդեղից, Մոսկովյան։ ընդեղից ուր գնանք, մեր մեքենան ես փողոցի վրա է, Ու ինչ, ես փողոցով նորից հետ գնանք, սաղ տեսանք էլ հետա։ բա են Մոսկովյանում ինչ կա հիմա, դատակ, պույցյուն, գնանք, Դե որ տենց է։ հա, Դեսի մի հատ էս պապլավոկը հետաքրիր է, մարդ գալիս է, հարի մի հատ անցնենք էլի։ Այդ խեղճերը սաղ տակացրել են, բանեն արել, ես է, պապլավոկ, Music Hall, ու ես Հայ։ ուժը պիցա բանա, դաշր պիցայի սեղաններից լինի, հլը նայ, վայ, ես փոխել են, հա։ ես դերսի մասն եմ պաստորեն, Բայց բանը է, ցելոֆան է, ինքո ասած հաստ ցելոֆանն է։ Հա, ստեղով չեն կար անցնենք։ Դե լավ են, վիա ակադեմիա գնանք։ հիմնական երկեր են, հիշում ես ինչքան էինք պտտվում ես, շուրջ ես Մոսկովյանի, մի ժամանակ քայլում էինք շատ, ու սենց պտտվում էինք 7-8 անգամ, Դե են վաղտ Շագամերը նորություն էր հեռախոսի մեջ եղել էր, ես էլ քաշել էի, ոգևորված ման էին գալի, անընդհատ նայում էին, քանի քայլ եղավ, ինչ եղավ։ Բայց այդ վաղտ մենք չենք նկարում, չէ, Անետ։ չէ, չենք նկարում, չնայած ոնց չենք նկարում, 16-17 թիվը չենք նկարում, Դե նայած չէ, ավելի շուտ այդ որ թիվն էր, դա շատ ավելի Շագամերի թիվը։ Այդ որ մենք եկանք Բարսելոնայից, որտեղ 14 կիլոմետր էինք քայլում օրական, այդ վաղտը ստեղ մենք սկսեցինք Հա, քայլել, ճիշտ է։ իսկ դա վաղուց էր Ընդեղից արդեն եկանք ուժեղ էնտուզիազմով, մարզական ֆորմայի մեջ էինք։ Աստեղ էլ են այդ նույն ձևի փագել։ Բայց տեսար չէ, Պապլավոկում այդ փագասեղը ոչ մեկը չկար նստած։ դե вообще, по-моему, շատ տեղեր մարդ չկա, այս ռեստորանն էլ, համարյա մարդ չկա, այս կողքն են մենակ միտեղ մի սեղան մարդիկ նստած,
Բաուր են, այդ կասկադն է քաշել իր վրա, շատերին, հա։ Հետո են բանն է, ակտիվ, ահագին, Անտոն Քոչինյան փողոցը, չէ։ Հա։ Բայց դու նկատել ես, որ ձմռան ավելի քիչ են հաճախում ռեստորանները, ժողովուրդը։ Ինձ թվում է ոչ թե ձմեռը, այլ նոր տարու մոտիկությունն է։ Չնայած մյուս կողմից նոր տարում, եթե ուզենաս միտեղ գնաս դիմավորելու, կասեն սաղ զբաղված է։ Հա, նախորոք պետք է։ Ինչ են ես գիշերվա կեսին գործ են անում։ Դալանի մեջ է գործը։ Հա։ Գնանք նայենք։ Մեր Ես վրա կողմից։ Ինչն է են կանայք, ուզում ես թոզ անեն մեր վրա։ Հա, վաղճը չէ։ Չէ, հենա բալգարկով ինչ-որ բան են տաշում։ Հնգանք տուպիկ։ Տուպիկ հնգանք։ Վերջը եկանք, հա, բիակադեմիա։ Ես լույսերը ինձ կանչեցին։ Ջուրես ու շատ ես լույսերի վրա ուշադրություն դարձնում։ Դե բա չիմանանք քաղաքը ոնց է նոր տարում պատրաստվում։ Ես պրյանիկներ են, չէ՞ երևի։ Եթե բիեր, երևի աղի պրյանիկներ կլնեն։ Ուզում ես դու նստի մի հատ գարեջուր խմի, ես գնամ մեքենան բերեմ։ Չեմ ուզում։ Հա, ես իմացա։ Ինչ իմացա։ Մի հատ պիցա կեր, մինչև։ Ոյ։ Պիցա չի, բայց սուրճ կարանք խմենք այս անկյունային։ Որը։ Ես առաջինը, որ ինչ էր, էկլեր։ Ոչ մի հավես չունեմ։ Չունես։ Չէ, ինչ 10 րոպե սուրճ եմ խմում, որից 7 րոպեն փողոցում ծխում եմ։ Ինչի՞ սա։ Ինչ շուներ էին։ Հա։ Սմերձանա։ Հա, ես այն օրը կարդացի, որ մանումենտում շներ էին հարցակվել մարդկանց վրա ցերեկով ու կծել էին։ Այո։ Այդ որտե՞ղ ես գտնում տենց տխուր Դե չգիտես պատմություններ։ Կարդացին, գողացան։ Պենբոքսը։ Ես նույն տղան այն միջալոստերը պենբոքսի ու ես էկլերի։ Էկլեր մոկա, եսքան բանա գրած, մոկա փոտ էկլեր կաֆե։ Հա, սրանք սուրճը վատը չէր, ճիշտ ես ասում։ Հա, բայց եթե ներսը չեն թողնում, իսկապես իմաստ չունի։ Դու դուրսը, ես ներսը մենակ նստած։ Հետաքրքիր չի։ Ես ծխելը, որ սկսեցին չթողել են ամենասկզբում, որ էլ Եվրոմիությունը չէր խառնվում մեր գործերին։ Սկսեցին ինչ-որ առանձին սրահներ, ծխողների, չծխողների։ Հա։ Այդտենց յոլա էին գնում։ Հիմա вообще չկա այդպես բան։ Հիմա տոտալ։ Կինոնայրին ռետրո կինոթատրոն պետքա դառնա։ Պամալիս։ Ինչ են ասում հայերեն։ Աղոթիր։ Աղոթիր։ Օքիդ խռովյալը, հիշում ես։ Աղոթիր Ստեփանոս, օքիդ խռովյալը։ Որտեղից է։ Չեմ հիշում։ Կարող է եւ չգիտեմ նույնիսկ որտեղից է։ Սայատնովայից։
Հաստատ գարանտիա չեմ կարա տամ, որտեղ տելևիզորով եմ նայել, երևի մի 10 տարեկան հասակում։ Ես էլ եմ նայել, բայց տենց բան չէի հիշում։ Աշտոց պողոտա։ Հեսել Ռոքֆորը։ Կարծում եմ, այս անգամ խաչապուրի չես ուզում առնես վերջապես։ Չէ։ Միջայլոց ամսի 29-ից ձուն ա ցույց տալիս, գիտես, 3-4 օր ձուն ա գալու։ Կայֆ։ Ինչ կայֆ։ Լավ, չոր ման էինք գալիս իմանորից սաղ, կամ սառուց, կամ ցեղ։ Հետա բանտխուր։ Շատ։ Բայն որ պատանից նայում ենք, փաթիլ, գեղեցիկ։ Մոռացել ես։ Չէ, էդ հիշում եմ։ Բայց դա ոչ ուզում ես էդ չլնի, կամ մեր այգիով որ գնում էինք, աները ճեղերը թափ էինք տալի, ուզում ես էդ չլնի։ Օրինակ ինչի ձմեր դու մի անգամից ցեխ ես պատկերացնում։ Իհարկե ցեխը լավ կլինի։ Չլնի։ Էսա էստեղ ա գրած։ Որտեղ։ Այնտեղ։ Չէ, food։ Հայերեն մենակ։ The food. The food. Հայերենում the չիլնի ինչ-որ մի ձևի անել, հա։ Այդ դե են գրում։ Է պաչկամն ա լավ վերևի։ Բայց լավ հեռացանք, գիտես մեքենայից։ Այո, հեռացանք։ Հեսա կանջատենք ու կվազում։ Նա հասանք կասկադ էլի քո ասած։ Հա, բայց արդեն էլ ոչ ուժ, ոչ ժամանակ կա։ Ուզում էի տենայի կասկադը ոնց են արել, չնայած մեքենայով մի անգամ անցանք, չէ՞։ Ոչ մի բան էլ չկար ընդեղ լուսավորված։ Ոչինչ չկա։ Կոմիտասի այգին։ Ու գնացինք սենց։ Դա։ Գնանք։ Արի տենանք ստեղ։ Այս տեղերում որտեղ կարելի է դու մի տեղ նստես։ Ես գնամ մեքենան վերցնեմ, իջնեմ, քեզ վերցնեմ ու գնանք տուն։ Էս ինչ է։ Էս էդ բանն է։ Այն։ Էս աստեղ տեղ կա, կարող է թեյ կա։ Մի հատ մտե հարցը անեիդ։ Չէ, իրանք թեյ չուն ունենում։ Ներեցեք, թեյ ունեք։ Այո։ Չէ, յամ դոնացում թեյ կար, շատ հարմար տեղ էր, Անահիտը կնստի, թեյ կխմի, ես ճիշտն ասած ստեղ էի մտածում, բայց ընդեղ ավելի հարմար է, իհարկե ստեղ, հեչ Անահիտին հարմար նստելու տեղեր չեն, ընդեղ նորմալ սեղան աթոռ էր, հետո սա Coffee House-ը, ստեղ ավելի շուտ թեյ չի լինի։ Ես հենց Մոսկովյանով գնամ, մեքենան վերցնեմ, չէ՞։ Ես երեխեքի ոնց էր կոչում, Զազալենդ, շուտ լավ լուսավորել են։
Եկեք ես այս սարքը անջատեմ ու գնամ արագ։ Շատ մի երկու տեղ կկանգնեմ, հեռախոսով մի քանի կադր ցույց կտամ, զումով եւ այլն, չէ՞։ Այն կողմից եկա, այսպես նստարաններ են դատարկ։ Ստեղել են, հա, որոշ չափով սրտերին պատրաստվել, նայեք, սենց բաներ են սարքը։ Մոսկովյան Տերյան անկյուն, մասնագետների շենք ու Տերյանը դեպի ներքև։ Մենք կգնանք սենց։ Շատ են շները հաչում։ Այստեղ նայեք ինչ հետաքրքիր է։ Այս երիտասարդ ծառեր են, չէ՞։ Համատաբար նոր դրած։ Ստեղ էլ է սա։ Բարեկամության ձեռքերը, Ֆլորայի այգին։ Ստեղ էլ են հաճելի նստարաններ։ Ամբողջ այգիով էլ նստարանները մեզ չի որ մի տեղը ես ովա հատա Բալգարիայում էլ ենք մի հատ էլ երիտասարդական մետրոյի գեղեցիկ լուսավորությունը ցույց տամ ու ես հասա գնացինք Իսահակյան Սայատնովա դպրոց ու այս սրճարանում անայդ այսա դուրս կգա, դուրս է եկի անա ոնց էր թե անայի ջան Վատն էր Չէ? Որովհետև ոչ թե ապակյա բաժակով են տալիս, այլ թղթի բաժակով Դե պատկերացրու եռացրած ջուրը թղթի բաժակի մեջ Ինչ համ պետք է ունենա Լավ, էլ մի պատմի Ես չխմեցի, թողեցի Իսկ յամ կերար? Չէ, երկու հատ մակարոնի վերցրեցի, բայց էլի դուրս չեկավ, լավը չէր Մի խոսքով դժգոհ Բայց տաք էր, լավ էր Հա, հետո բան կար, սեղան աթոռ կար, այս կողքինը, որ սկզբից մտածում էինք, դա չկար, այդ պադակոնիկին պետք է նստեիր, բա քեզ վայել էր անայդ Ես այդն չել կարողանա նստեի Տերյան փողոց, Հայեր ջան, լավ մնաք Ստեսություն ձեզ Միշտ առողջ Եվ խաղաղ երկինք Այո, և մնաք խաղաղությամբ Եվ աշխատեք թե խմել տանը Համեղ Ձեր սիրած բաժակներով